Հաճախ կանայք ասում են. ես նման բան չեմ անի, հո ընտանիքս չեմ քանդելու։ Բայց ես ուրիշ բան եմ տեսնում։ Այդ ընտանիքը վաղուց քանդված է, ներսից։ Երբ տեսնում ես, որ անձը երկար տարիներ ապրում է միայնակության մեջ, հեռավորության, ցավի մեջ, եւ հասկանալի է դառնում, որ այդ ընտանիքի ուղղակի արտաքին պատկերն է մնացել։ Իրականում մարդիկ ապրում են կողք կողքի, բայց ոչ միասին։ Հարաբերություն, որտեղ չկա մտերմություն, չկա անվտանգություն, չկա հարգանք, եւ այդտեղ ունենալ այդ միտքը, որ ես ոչինչ չարեցի, դրանով պահպանեցի, դա այդքան էլ ձեզ չի պահում իրականության մեջ։ Եվ այստեղ գլխավոր հարցը հետեւյալում է. ոչ թե արժե քանդել կամ չքանդել ընտանիքս, այլ հասկանալ, կա արդյոք հարաբերություն։ Եվ եթե դուք նկատում եք, որ այսպիսի նմանօրինակ փուլում եք գտնվում, մի պահ փորձեք հասկանալ, որտեղից սկսած ձեր հարաբերությունները խզվեցին, ձեր միջև եղած կապը խզվեց, եւ իրականում ինչ կարող եք դուք անել ձեր հարաբերությունը վերականգնելու համար։ Ես խորհուրդ չեմ տալիս ապրել վարդագույն ակնոցներով, պատրանքներով, որ դուք ունեք կայուն եւ ապահով ընտանիք եւ պետք չէ ինչ-որ անհեթեթ որոշում կայացնելով քանդել այն։ Ես առաջարկում եմ նայել իրականության աչքերին, որովհետեւ իրականում դա է ճանապարհը ամոքման եւ խզված հարաբերությունների վերականգնման։